Զոնք հայտնի զարախաղն արդեն հասանելի է միայն Vivaro.am կայքում։ Vivaro։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը։ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 17-րդ մասով։ Մեջբերում եմ. Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով կարկուտ, երաշտ, ցրտարարություն եւ այլն մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատելու մասին։ Մեջբերման ավարտ։ Հարգելի գործընկերներ, այս նախաձեռնությունը բավականին լայնածավալ քննարկման առարկա դարձավ հանձնաժողովում եւ շատ կարճ ժամանակահատվածում, այնուամենայնիվ ես կխոսեմ փաստերով, որպեսզի հասկանալի լինի, ինչու համար է այս օրենսդրական նախաձեռնությունը Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից չափազանց կարևորված եւ ներկայացրել ենք խորհրդարանի քննարկման։ Նախ Հայաստանի Հանրապետության շուրջ 60% մշակ հողերի չի մշակվում, որոնց մի քանի հիմնական հանգամանքներ ունեն նաեւ հողի հարկի հետ կապված։ Մեր երկրի բնակչության շուրջ 36.1%-ը գյուղաբնակ է։ Նախագիծը չի հակասում որևիցե այլ ծրագրի եւ գործառույթների հետ կապված։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանափակ ռեսուրսներ ունի եւ Հայաստանի Հանրապետության 80%-ից ավել սահմանները փակ են եւ մենք մեր երկրի ներքին ռեսուրսները չափազանց արդյունավետ պետք է կառավարենք եւ գործունեություն ծավալենք, որպեսզի ունենանք դրական արդյունքներ։ Այս խնդիրների հետ կապված բազմաթիվ առիթներ ունեցել ենք մեր խմբակցության ներկայացուցիչներով խոսելու, ընդ որում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն էլ բազմիցս կարևորել է գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես մատնանշելով, որ առաջնահերթ պետք է պայմաններ եւ հնարավորություններ մենք կարողանանք ստեղծենք, նոր հետագայում կարողանանք հարկային քաղաքականություն վարել։ Ուզում եմ տեղեկացնել, որ ուսումնասիրել եմ միջազգային փորձը, տարածաշրջանի փորձը առանձնահատուկ, տարածաշրջանում առանձնացված ուզում եմ բերել Վրաստանի փորձը, որ Վրաստանի հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի 29-րդ կետով սահմանվել է այս նորմը եւ այս նորմը սահմանելուց հետո Վրաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը էական աճ է արձանագրել վերջին 8 տարիների ընթացքում։ Նիդերլանդների փորձն ենք ուսումնասիրել, Չինաստանի փորձն ենք ուսումնասիրել, ամբողջությամբ փաթեթը հնարավորություն չունեմ այս կարճ ժամանակահատվածում ներկայացնելու։ Եվ ի վերջո եկեք մի կարևորագույն հանգամանք հասկանանք։ Եթե գյուղացին տուժել է, հասկանում ենք, որ հիմնականում վարկեն են վերցնում։ Վարկը պետք է մայր գումարը փակի, տոկոսը փակի, մի հատ էլ պետության կողմից վերաբերմունքը լինում է նրանից հարկելը։ Եթե մարդը եկամուտ չունի, ի՞նչն ենք դրա հարկում։ Հնարավորություն ընձեռեք կողմ քվեարկելով այս նախագիծը ավելի լայնածավալ քննարկել խորհրդարանում։